Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ ունեցած այն վերջին զրույցից հետո բավական ժամանակ է անցել և ես որոշեցի վերադառնալ մեզ բոլորիս հետաքրող, բայց համեմատաբար քիչ լուսաբանված հայ ժողովրդի հնագույն պատմությանը։ Այսօրվա իմ նյութը ես որոշեցի սկսել հռչակավոր հնդիկ Բուդդայի փայլուն մտքերից մեկով։ Նա ասել է. երեք բան կա, որ հնարավոր չէ թաքցնել երկար ժամանակ։ Մեկը արևն է, մյուսը լուսինը, իսկ երրորդը ճշմարտությունը։ Սկսելուց առաջ ես հարկ եմ համարում նշել, որ Խորհրդային Միության կազմաքանդումից հետո անցած 35 տարիների ընթացքում հայ ժողովրդի պատմության նկատմամբ բացահայտ հակահայկական քաղաքականությունը աստիճանաբար թուլանում է, չի ասել դեռ վերացել է, բայց թուլանում է, թե Հայաստանում, թե արևմտյան գիտնականների կողմից կատարված հսկայածավալ գիտական հետազոտությունների արդյունքում։ Նրանցից շատերի անունները ես կհիշատակեմ այս հաղորդման ընթացքում։ Բարեկամներ, հնագույն ժողովուրդներին նվիրված իմ վերջին հաղորդման մեջ ես շատ ընդհանուր պատկեր էի ներկայացրել Փոքր Ասիա աշխարհամասում բնակված ժողովուրդների մասին։ Անցած մի քանի ամիսների ընթացքում ես աշխատեցի իմի բերել եւ ավելի հստակեցնել, թե վերջապես ովքեր են ապրել այս տարածաշրջանում, ինչպիսի պետական կառույցներ են ունեցել, ինչ լեզուներով են խոսել, ինչպիսի հավատամքներ են ունեցել եւ վերջապես ինչպիսի հարաբերություններ են ունեցել հարևան ժողովուրդների հետ։ Թե բարեկամական, թե ճշնամական։ Դարերի ընթացքում հայ ժողովրդի պատմությունը մեր բացահայտ եւ թաքուն ճշնամիների կողմից կեղծվել, թաքցվել, աղավաղվել կամ պարզապես յուրացվել է, որի մասին շատ քիչ են խոսում։ Մինչև վերջերս հին սերնդի հայատյաց գիտնականները պնդում էին, թե հայ ժողովրդի պատմությունը սկսել է Ուրարտուից հետո, ինչպես Պետրովսկին էր փորձում դա անել։ Իսկ 6000 տարի առաջ միջագետքում ստեղծված եւ մոտ 2000 տարի գոյատևած եւ մարդկությանը հայտնի նորագույն քաղաքակրթության դպրոց հանդիսացած շումերական, ճակերտավոր շումերական պետությունը համարում էին մի անսովոր ժողովուրդ անհայտ լեզվով եւ տիեզերքից ներմուծված գիտությամբ, բայց ոչ մի խոսք այն մասին, որ նրանք Արարատա երկրից էին իջել։ Հարկավոր էր միայն կարդալ նրանց թողած սեպագիր արձանագրությունները, որը նրանք կարդում են իհարկե իրենց շահադիտական տեսանկյուններից։ Այդ կավեսալիկների վրա գրված տեքստերում Արարատան մեծարվում էր որպես աստվածային օրենքների, սուրբ օրենքների եւ անմահների երկիր։ Հանրայիտ փաստ է, որ որևէ ազգի կամ պետության ոչնչացնելու ամենադյուրին ճանապարհը նրան իր պատմությունից, մշակույթից եւ լեզվից կտրելն է։ Այստեղ եթե մենք միակընդհատ դադարեցնենք եւ խորանանք այդ խնդրո մեջ, մենք հստակորեն կտեսնենք, որ բոլոր այդ փորձերը հայ ժողովրդին իր պատմությունից կտրելու հետապնդել են մեկ վերջնական նպատակ։ Այն է վերացնել հայ ազգը, ինչը նրանց այդպես էլ չարժողվեց։ Իսկ ինչ է ազգը եւ ինչպես է այն ձևավորվում։ Ազգն այն մարդկային համույթն է, որն ապրում է նույն հողի վրա, ունի նույն պատմությունը, նույն հավատալիքները, նույն մշակույթը, նույն լեզուն եւ իհարկե պայքարում է իր հողի եւ իր գոյության համար։ Բարեկամներ, վերջին տարիներին աշխարհի տարբեր ազգությունների հայտնի դիվանագետներ շատ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում հայ ժողովրդի հնագույն պատմության նկատմամբ, մանավանդ վերջին մի քանի տարիներին, որոնց մասի ես ապագայում մի նյութ կպատրաստեմ եւ առանձին այդ մասին կխոսեմ։ Հարյուրավոր գրքեր են գրվել, բազմաթիվ գիտաժողովներ են անցկացվել, լայնածավալ պեղումներ են կատարվել, որտեղ մեզ վերաբերող հսկայական նյութ է կուտակվել։ Այսօր ես որոշել եմ խոսել միայն այն հնագույն պետությունների եւ ժողովուրդների մասին, որոնք համաշխարհային ջրեղեղից հետո գոյատևել, բազմացել եւ առաջադիմել են Փոքր Ասիա կոչվող աշխարհամասի ամբողջ տարածքով։ Սկսենք նրանից, որ այսօր արդեն արևմտյան աշխարհարչագիտնականները եկել են այն համոզման, որ մեր թվականից առաջ մոտ 5700 թվականի շուրջ դա բավական մոտ թիվ է, իհարկե բացարձակ ճշգրտությամբ ասել հնարավոր չէ այդքան հեռու երևույթների մասին, բայց մոտավորապես այդպես է։
տեղի ունեցել մի ահավոր աղետ, այսպես կոչված կատակլիզմ։ Մեր նյութը բարձրացնելու համար թույլ տվեք հակիրճ բացատրեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Ընդունված տեսակետն այն է, որ արևի շուրջ պտտվող Մարս եւ Յուպիտեր մոլորակների միջև արևի շուրջ նույն ուղեցրով պտտվում է երկնաքարերի մի ամբողջ շրջան, որ անգլերենով կոչվում է asteroid belt։ Տասնյակներ են դրանք, մեծերը տասնյակներ են, կան նաև շատ փոքրերը, ոնց հաշվել հնարավոր չի հավանաբար։ Այդ գոտին կոչվում է asteroid belt, այսինքն երկնաքարերի գոտի։ Ժամանակ առ ժամանակ այդ գոտուց որոշ երկնաքարեր փոխվում են իրենց ուղեցրից եւ ընդհարվում են Մարսի կամ Երկրագնդի հետ։ Այդպիսի շատ ընդհարումների հետքեր կան նույնիսկ լուսնի վրա, դրանց կրատեր են ասում, փոքր փոսեր, ընդհարումից առաջացած։ Ուրեմն ամենահայտնի վերջին դեպքը 1908 թվականի հունիսին մետեորիտի հարվածն էր ռուսական Տունգուսկա գետի մոտ, որը ոչնչացրեց 80 միլիոնից ավելի ծառեր, հսկայական փոս թողեց իրենից հետո։ Գիտնականները պնդում են, որ 9700 տարի մեր թվականությունից առաջ մի խումբ մեծ ու փոքր երկնաքարեր հարվածել են Երկրագնդին, որի արդյունքում երկրի պտույտը կանգ է առել։ Սա տեսակետներից մեկն է, ամենատարածվածը, որ շատ ինձ հավանական թվաց։ Օվկիանոսների ջուրը իներցիայով հեղեղել է բոլոր ցածրադիր վայրերը։ Երկրագունդը փոխել է իր առանցքը մոտ 30 աստիճանով, հետո այն վերսկսել է իր պտույտը նոր առանցքի շուրջ։ Սա էլ Էդգար Քեսի տեսություններից մեկն է, որը շատ հավանական է։ Երկրագնդի վրա ջերմությունը զգալիորեն բարձրացել է։ Նախկին բևեռների վրայից հալված սառույցների ջրերի հաշվին օվկիանոսի մակարդակը բարձրացել է մոտ 120 մետր, 400 ոտք։ Ըստ շատ ծովափնյա բնակավայրեր մնացել են ջրի տակ։ Սա արդեն հաստատված փաստ է, սա ենթադրություն չէ։ Գիտնականները համոզված են, որ Փոքր Ասիայի հարավ-արևմտյան անկյունում բլուրների վրա մինչև ջրհեղեղը կառուցված այն հնագույն տաճարները, որոնք այսօր կոչվում են Պորտասար, Գոբեկլի թեփե, Կարահան թեփե, դրանք հասնում են 40-ից 50-ի, այնքան շատ են, կլոր ձև ունեն։ Այս տաճարները, պեղումները սկսվեցին 1994 թվականին գերմանացի հնագետ Քլաուս Շմիդտի կողմից։ Իմիջիալոց մի քրդի տղա էր դա տեսել, հորն էր պատմել, հայրն էր թուրքերի իշխանություններին էր պատմել, նա էլ գերմանացիներին էր տեղյակ պահել, ընդ որում Քլաուս Շմիդտի կինը ազգությամբ թուրք էր եւ այլն եւ այլն։ Հիմա մի քանի նկարներ այդ Պորտասարից։ Այդ տաճարները կառուցողները հավանաբար ջրհեղեղից առաջ ինչ որ մի աղետի կատակլիզմի կասկածներ են ունեցել, որովհետև ջրհեղեղից առաջ նրանք այն խնամքով փակել են, ուղղակի շարել են պատերը 4 բոլորը եւ փակել ու զմռսել ու հեռացել են։ Ես խորապես համոզված եմ, որ Պորտասարը եւ նրա մոտ Քարահան թեփեի մոտ կառուցված տաճարների վրա աշխատող արհեստավորները, բանվորները, քարտաշները ջրերը իջնելուց հետո այժմյան հայկական Տավրոսի լեռներից իջել են դեպի ցածրադիր վայրեր եւ հիմնել են բնակավայրեր, որոնց անունները ես քիչ հետո կնշեմ։ Ես ասում եմ որպես ականատես այն իմաստով, որ 1985 թվականին ես անձամբ քայլել եմ Տավրոսի հայկական Տավրոսի արևմտյան ճյուղի լեռների վրայով եւ այնտեղից իջնելուց հետո քո առջև բացվում է ամբողջ տափաստանային չասեմ, բայց տափակ դիրք ունեցող, տեսք ունեցող Կապադովկիա շրջանը, այդ մասին քիչ հետո մի երկու բառ կասեմ։ Ուրեմն այդ լեռներից իջնողները, երբ որ ջուրը իջել է, հավանաբար մարդիկ իջել են ներքև, սկսել են քաղաքներ կառուցել, բնակավայրեր։ Սակայն ես ուզում եմ նախ եւ առաջ խոսել փրկվածներից երկու ցեղերի մասին, որոնց լեզվի, պատմության եւ ծագումի մասին վեճերը չեն դադարում տասնամյակներով։ Խոսքը Իտալիայի կենտրոնում հիմնավորված էտրուսկների եւ Ֆրանսիայի հարավում, Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջև բնակվող բասկերի մասին է։
Այսօր ես որոշել էի խոսել միայն հաթերի եւ հորի միտանի մասին, սակայն վերջին ամիսների ընթացքում իմ տեսած, կարդացած եւ լսած նյութերը ինձ ստիպեցին վերարժևորել այն աներևույթ կապը, որը եղել է հայկական լեռնաշխարհում ապրած մարդկանց, Իտալիայում ապրած էտրուսների եւ Ֆրանսիայի հարավում ապրած բասկերի միջև։ Էտրուսների մասին առաջինը գրել է մեր թվակությունից առաջ 5-րդ դարի հույն պատմաբան Հերոդոտոսը, որը համոզված էր, որ Տրոյական պատերազմից հետո Փոքր Ասիա աշխարհամասի Լիդիա կոչվող շրջանից Սովի եւ պատերազմների հետևանքով որոշ ցեղախմբեր հեռացել են եւ բնակվել են այսօրվա Իտալիայի կենտրոնում։ 2007 թվականին Los Angeles Times թերթը մի հոդված տպագրեց այդ թեմայի շուրջ։ Թե տեսակետը, թե հետևությունները նույնն էին։ Այսինքն վերջերս կատարված DNA փորձերը մեզ ոչ մի նորություն չեն տալիս լեզվի ծագման եւ զարգացման մասին։ Այդ Los Angeles Times թերթում տպագրված մի հոդվածը այսա է, այն կոչվում էր Genetics Test Italians were from Turkey։ Իբր թե Թուրքիա, այսինքն նկատի ունեն Փոքր Ասիայից։ 2021 թվականին իտալացի Պալատինո անունով գիտնական եկավ այն եզրակացության, որ էտրուսները տեղացի են, բայց նրանց գեները տանում են դեպի Փոքր Ասիա, եւ իրենց լեզուն ավելի հին է, քան թե հետո եկած հնդեվրոպական լեզուն։ Տեսեք, ուրեմն հնդեվրոպական տարածված ընդունված լեզվից ավելի հին է, ասում է Պալատինոն։ Նույն երևույթը մենք տեսնում ենք բասկերի մոտ։ Նրանք կղզիացած ապրել են իրենց լեռներում հազարամյակներով, պահպանել են իրենց կենցաղը, լեզուն եւ գենետիկ կառույցը։ Սակայն գիտնականների համար նրանց լեզուն մնացել է որպես առեղծված։ Այն ներողություն, այն այսպես կոչված հնդեվրոպական լեզվից ավելի հին է։ 160 տարի առաջ անգլիացի լեզվաբան Ռոբերտ Էլիսը մի գիրք գրեց այդ լեզվի մասին, համարելով, որ այն ծագել է հին հայերենից։ Նույն թեմայով աշխատություն գրեց հայ Վահան Սարգսյանը տարիներ առաջ 80-ական թվականներին է, եթե չեմ սխալվում։ Վերջերս էլ նույն թեմային անդրադարձավ եւ գիրք գրեց մեր հայրենակից Վահան Սետյանը։ Ահա այդ գիրքը, սա այդ Էլիսի գիրքն է, Ռոբերտ Էլիս։ Սա էլ Վահան Սետյանի գրած գիրքն է։ Նրանք փորձեցին ընդհանրություններ գտնել էտրուսների, բասկերի եւ հայկական լեռնաշխարհում ապրած բնիկների լեզուների միջև։ Այդ ընդհանրությունը կարող է լինել մի դեպքում, եթե նրանք բաժանված լինեին իրարից մոտավորապես 7-8-9000 տարի առաջ։ Սա այն կետն է, որի մասին տարբեր ազգերի, տարբեր կրոնների եւ տարբեր քաղաքական նպատակներ հետապնդող գիտնականները ոչ մի բառ չեն ուզում ասել։ Նրանք 150 տարուց ավելի է, ինչ ուզում են ապացուցել, որ իրենց հնարած հնդեվրոպական լեզվի կրողները եկել են Ռուսաստանի տափաստանից, Սերծովի հյուսիսից իբրթե, եւ տարածվել են դեպի Հնդկաստան, Արևելք եւ դեպի Եվրոպա։ Հենց այստեղ է նրանց դժբախտությունը, որ երբ կանգնում են հնագույն մայ լեզվի կրողների առաջ, չունեն ոչ մի տրամաբանական բացատրություն։ Բան այն է, որ համաշխարհային ջրեղեղից հետո հայկական լեռնաշխարհում վերապրածները կրում էին արդեն 250,000 տարուց ավելի առաջ իրենց տրված աստվածատուր լեզուն, եւ այդ լեզուն էր, որ ճամփորդեց դեպի Հնդկաստան եւ դեպի Եվրոպա։ Տարիներ առաջ մի եվրոպացի գիտնական լեզվաբան, Dutch Canadian scientist, ուրեմն ազգությամբ Dutch եւ Canadian է, Kim Weltman, նշել էր, գրել էր եւ նշել էր, որ հայկական այբուբենը նվազագույնը 17000 տարեկան է, բայց 17000 տարեկան այբուբենի մասին է խոսում, բայց լեզուն այն ժամանակվանից առաջացավ եւ առաջացան սպիտակ Homo sapiens տեսակ մարդիկ, որոնք սկսեցին խոսել լեզվով, իսկ այբուբենը կարող է առաջանալ ավելի ուշ։ Ուրեմն հիմա վերադառնանք մեր հիմնական թեմային եւ փորձենք տեսնել, թե մարդկությունը ինչպես է գոյատևել եւ առաջադիմել Փոքր Ասիա աշխարհամասում։
1900 թվականի սկզբին այսօրվա Ուրֆա քաղաքից ոչ այսօր կոչվում է Սանլի Ուրֆա Թուրքիայի հարավում պեղեցին մի հնավայր այդ քաղաքից ոչ հեռու պեղեցին մի բնակավայր որը թվագրվում է մեր թվակությունից առաջ մոտ 8400 տարի մեր թվակությունից առաջ այն մոտակա գյուղի անունով կոչվեց Նավալի Չորի այս հնավայրի կենտրոնում մինչ օրս կանգնած է մի ուղղայություն հանրահայտ Պորտասարի կենտրոնի սյունի նմանությամբ Այսօրվա Կապադովկիա կոչվող շրջանի հարավում է գտնվում մի ուրիշ հնագույն բնակավայր Աշիկլի Հոյուկ գյուղի մոտ մարդիկ այստեղ ապրել են մեր թվակությունից առաջ 8000-ից 7500 թվականների շրջանում Ամերիկացի հնագետները 1963-ից մինչև 1988 թվականները Պորտասարից ոչ հեռու թուրքական Չայոնյու գյուղի մոտ պեղել են մի բնակավայր, որը թվագրվում է 7200-ից 6000 թվականներով մեր թվակությունից առաջ։ Այնտեղ գտել էին մի գործիք, որի պոչը պատրաստված էր եղել գործված վուշով, լինեն վուշ, նյութով։ 1961 թվականին անգլիացի հնագետ Ջեյմս Մելարտը Չաթալհոյի գյուղի մոտ պեղեց մի բնակավայր, որը թվագրվում է մոտ 7000 տարի մեր թվակությունից առաջ։ Հետագայում պեղել են մի քանի ուրիշ նմանատիպ բնակավայրեր նույնպես։ Վերջապես մեր թվակությունից առաջ մոտ 3000 տարի առաջ սկսվում է այսպես կոչված վաղ բրոնզեդարյան շրջանը։ Մի բան ավելացնեմ, որ չէի գրել է, չէի խոսելու սրա մասին, ուղղակի քիշեցի այսօրվա Թուրքիայի կենտրոնական շրջանում Կապադովկիայում Անկարայից մի 30-40-50 կիլոմետր դեպի արևելք, հարավ-արևելք մի տեղ կա, որտեղ գտել են առաջինը գտել էին 1960-ականներին, հետո 70-80-ական թվականներին եւս մի երկու հատ էին գտել գետնափոր քաղաքներ։ Այդ գետնափոր քաղաքներից մեկը Դերինկոյու անունով մենք պատահաբար մեզ խմբով տարան իջեցրեցին այդ քաղաքը, մենք ապշահար եղանք, թե ինչպես կարելի է 8-ից 11 հարգանի քաղաք կառուցել գետնի տակ եւ բոլոր հարմարություններով։ Ուղղակի այս թեման մինչև հիմա մութ է բոլոր գիտնականների մոտ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե ինչպես կարող էին դա կառուցել նախ եւ առաջ եւ երբ են կառուցել եւ ինչ նպատակով։ Դա ամենայն հավանականությամբ պետք է կառուցված լիներ այն կատաստրոֆիկ երևույթների ժամանակ, որը տեղի ունեցել երկրագնդի վրա մեր թվակությունից, ասենք 12000-ից սկսած մինչև 30000 տարի։ Մի քանի անգամ մեծ կատաստրոֆիկ դեպքեր են տեղի ունեցել։ Ամենայն հավանականությամբ նպատակը դա է եղել, ասում են, բայց դեռևս ապացուցված չէ։ Անցնենք առաջ։ Մոտ 30 հատ այդպիսի գետնավոր քաղաքներ կան այնտեղ Կապադովկիայում գետնի տակ։ Այսօրվա փոքրայս աշխարհամասի ամբողջ տարածքը մինչև Ուրմիա լիճ հնագետները համարում են քաղաքակրթության վերածննդի մասերից կարևոր մասերից մեկը։ Բարեկամներ, թույլ տվեք հիշեցնել, որ մեր թվակությունից առաջ 6000 հական թվականներից հետո հայկական լեռնաշխարհի բարձրադիր վայրերից, որը կոչվում էր Արատա, մարդկային մի հոտ զանգված Տիգրիս եւ Եփրատ գետերով իջել են հարավային միջագետք եւ իրենց հետ տարել են մարդկային ուժն ու գիտելիքը եւ ստեղծել են այսպես կոչված Շումեր պետությունը։ Այստեղ հարկ է նշել, որ անգլիացի աշխարհահռչակ լեզվաբան, պատմաբան դոկտոր L.A. Waddell-ը 1929 թվականին 100 տարի առաջ իր հրատարակած ծավալուն աշխատության մեջ նշում է, որ այդ արիացի ինքն են ասում, արիացի ժողովրդին Շումեր անունն են տվել ասորագետները։ Այդ ժողովուրդը ինքը իրեն երբեք Շումեր չի անվանել։ Նույն բանը պնդում է նաև մեր շումերագետ Արմեն Դավթյանը։ Կարող եք ճշտել իր հետ։ Ուրեմն այս գիրքը, որը Waddell-ը տպագրել է 29 թվականին Լոնդոնում, շատ տեղեկություններ է պարունակում այդ մարդկանց մասին, որոնք ապրել են Միջագետքում եւ ընդհանրապես Փոքր Ասիայի կենտրոնում եւ հարավում։ Հիմա վերադառնանք մեր հիմնական թեմային։ Տեղափոխվենք Փոքր Ասիա աշխարհամասի կենտրոնական եւ հարավային շրջանները։ 1834 թվականին ֆրանսիացի հնագետ Չարլզ Թեքսիերը մի թուրքի ուղեկցությամբ առաջին անգամ տեսավ հնագույն ավերակներ, բայց չհասկացավ, թե դա ինչ է։ 1880 թվականին Լոնդոնում հնագետ Սեյսը պաշտոնապես ակադեմիայի առաջ հայտարարեց, որ դա մի հնագույն ժողովրդին պատկանող քաղաք է, որն էլ անվանեց
այդ ժողովրդին անվանեց հիթիթներ։ Հետագայում կպարզե, որ դա հնագույն հաթեր ժողովրդի անգլերեն ձևն է։ Այդ երկրի բնակիչները իրենց երկիրն անվանել են անգլերենով Land of Hatti, հաթերի երկիր։ Սեյսը պնդում էր, որ այսօրվա Բյողասկոյ գյուղի մոտ, Անկարայից մի 50-60 կիլոմետր արևելք, այդ գյուղի մոտ գտնված ավերակները պատկանում են մի շատ հին ու զարգացած ազգի։ Քաղաքի անունն էլ հետագայում կարդացվեց որպես Հաթուշա, Հաթուսա երկու բանն էլ կա տարբերակներ, որտեղ այդ S-ն, S-ն եւ Š-ն տարբեր գիտնականներ տարբեր ձևի են գրել։ Ես հիմա ենթադրեմ Հաթուշա։ Հետագայում այդ հնարավոր այցելեցին ուրիշ արշավախմբեր, որոնցից ամենալուրջը եղավ 1907 թվականին դոկտոր Վինկլերինը, Հյուգո Վինկլերը գերմանացի էր, որը իսկ խորապես ուսումնասիրեց Հաթուշայի ավերակները։ Մի քանի նկարներ ցույց կտանք։ Հաջորդ տասնամյակների ընթացքում հնագետները անհաշիվ պեղումներ կատարեցին եւ հայտնաբերեցին մի ժողովրդի թողաջարանգությունը, որը կազմավորվել էր որպես հզոր մի պետություն մեր թվակությունից առաջ, խնդրում եմ ուշադիր, գրվում է, որ իբր 18-րդ դարում, բայց դա գրավոր տեքստերն են այդպես ասում։ Քիչ հետո մենք կտեսնենք, որ դա այդպես չէ, ավելի հին է։ Իբր 18-րդ դարում ստեղծվել էր հզոր մշակույթ, գրավոր համակարգ, սեփական օրենսգիրք, բանակ եւ տարածվել էր հյուսիս-արևելքում միջև Հայասազի, որը դեպի Սեպսովի կողմն է, արևելքում դեպի Հուրիմիտանի, միջև Եփրատ գետ, իսկ հարավ-արևմուտքում միջև Եգիպտոսի հյուսիսային սահմանը։ Հիմա քիչ հետո խոսեմ Եգիպտոսի հետ նրանց կապերի մասին։ Մեր թվակությունից առաջ 18-րդ դարում փոքր Ասիա աշխարհամասում գոյություն ունեին հետևյալ տարածքները։ Հյուսիս-արևմուտքում կար Վիլուսա անունով մի տարածք, որի արևմտյան ծովափին էր գտնվում պատմական Թարուիսա կամ հունարեն Իլիոն քաղաքը, այսօր այն հայտնի է Տրոյ անունով։ Կենտրոնում Արզավան էր, քիչ հարավ Միլուվատա, հարավում Լուկա, Թերհանթուսա, Քիզուվանդա, դրանք բոլորը գտնվել են այս մեր փոքր Ասիա փորձեմ կարտեզի վրա ցույց տալ, սա միջերկրական ծովն է, ուրեմն միջերկրական ծովի այս շրջանների տարածքների անուններն է ես նոր քիչ առաջ նշում։ Սամբեր Տիգրամեցի քարտեզն է դրել է բողոքի գաղափար տալու համար ընդհանուր առմամբ, իսկ հաթերի թագավորությունը եղել է այստեղ։ Սա ամբողջ հաթերի պետությունն է եղել։ Մեծ հայքից, որ մեծ հայք այստեղ էր, մեծ հայքից արև մուտք։ 20-րդ դարի սկզբին Ամերիկայում բնակվում էր մի շատ հայտնի առեղծվածային հատկություններով ոչտված մի մարդ, պայծառատես Էդգար Քեյսի անունով։ Նա իր հազարավոր սեանսներից մեկի ժամանակ պատմել է Եգիպտոսի բուրգերի կառուցողների մասին։ Նրա հիշողությունների գրքից մեկում մենք կարդում ենք. Սա ուրեմն մի քանի գրքեր ձեզ ցույց տալ Էդգար Քեյսիի թողած հարյուրավոր, եթե ոչ հազարավոր սեանսների ժամանակ տպված տեքստերից տպագրված գրքերն են, որոնց մեկը ինձ միշտ հետաքրել է։ Կոչվում է Edgar Cayce's Story of the Origin and Destiny մարդու ծագման եւ ապագայի մասին։ Ուրեմն նրա ասելով, այս գրքի մեջ ինքը նկարագրում է Քեյսին, ասում է. «Իմիջիայլոց ոչ ոք չի մերժել, որ իբրթե Էդգար Քեյսին հնարել է, հեքիաթ է պատմել, կեղծարար է կամ ինչ է, ոչ ոքի մտքով չի անցել նրա ասածներին հակաճառել»։ Մի ամբողջ գրադարան կա Վիրջինիա Բիչ քաղաքում, Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգի արևելյան ափին, ծովափին, կոչվում է Վիրջինիա Բիչ, այնտեղ մեծ գրադարան կա լի իր ասած եւ իր ասածների վրա հիմնված տպագրված գրքերով։ Ուրեմն Քեյսին ասել է քնած ժամանակ, տրանսնետ մեկի ժամանակ. Քրիստոսի գալուց 11000 տարի առաջ, այսինքն ջրհեղեղից 1300 տարի առաջ, Արարտ երկրում, որը գտնվում է Կովկասյան լեռների շրջանում, ապրում էր մի սպիտակ ռասայի մի մեծ մարդկային խումբ։ Սա ես տարածի թարգմանել եմ իր ասածները։ Ռաթա քրմի, որը իջել էր երկրից, եւ Արարտ երկրի թագավորի առաջնորդությամբ այդ մարդիկ գնացին Եգիպտոսի շրջանը եւ 10000
400 թվականից սկսած մեր թվականից առաջ 100 տարում կառուցեցին մեծ բուրգեր հղումի ավարտը հիմա տեսնենք թե ինչ է ասում Եգիպտոսի մեր թվականից առաջ 3-րդ դարում ապրած ամենահայտնի պատմագիր Մանեթոն նա գրել է հազարավոր տարիներ մեր երկրին տիրում էին աստվածները հետո մինչև մեր թվականից առաջ 3100 թվականը մեր երկրին տիրում էին կիսաստվածները այնուհետև 3100 թվականից հետո մեր երկրին տիրել են երկրային թագավորները որ ասում են Old Dynasty դրանք են հին դինաստիան ըստ անգլիացի Վադելի որը գիրքը ցույց տվեց ձեզ Եգիպտոսի առաջին փարավոն ներողություն առաջին փարավոնը շումերների թագավորի որդին էր ուրեմն շումերի թագավորը իր որդուն Մենես անունով իր որդուն ուղարկում է Եգիպտոս որ դառնա առաջին փարավոնը թագավորը Հավանաբար այդ հիշողությունը նրանց մեջ մնացել էր մինչև մեր թվականից առաջ 15-րդ դար, երբ նրանք դուրից բարեկամական հարաբերություններ կսկսեն Հայաստանի հետ։ Հիմա քիչ հետո դրա մասին։ Այդ մասին քիչ հետո։ Եվ խոսեմ Եգիպտոսի հարաբերությունների մասին հաթերի եւ հուրիների հետ։ Ուրեմն հանրայդ փաստ է, որ շումերում սկսել են կավե սալիկների վրա գրել, սկսած մոտավորապես մեր թվականից առաջ 3300 թվականից մոտավորապես բացարձակ ճշգրիտ թվականը թե երբ են առաջ անգամ գրել կավի վրա բնականաբար հայտնի չէ մինչ այդ նրանք գրում էին պատկերազարդ հիերոգլիֆների նման այդ գրելաձևը տարածվեց ողջ միջագետքում եւ հայաբնակ բոլոր երկրներում այն մտավ հուրի մի տանի հետո էլ անցավ հաթերի երկիրը հաթերի երկրի մայրաքաղաք Հաթուշայի պեղումներից հայտնաբերված եւ վերծանված սալիկներից տեղեկանում ենք որ մեր թվականից առաջ 1700 թվականի շրջանում իր տոհմական Կուսարա քաղաքից Աննիտա անունով մի առաջնորդ իր բանակով շարժվում է հյուսիս հիմնադրում է մի քաղաք սակայն շուտով լքում է այն անհայտ պատճառներով նրանից հետո այդ քաղաքին տիրում է Լաբարնա անունով մեկը որը հիմք է դնում մի թագավորության որի ժողովրդին գերմանացի պատմաբան Յոհաննես Լեյմանը իր գրքում անվանել է 1000 աստվածների ժողովուրդ հիմա ես ցույց կտամ այդ Լեյմանի գիրքը սա էլ է Լեյմանի գիրքը The Hittites Իրականում այդ ժողովուրդը իրեն կոչում էր Հաթի երկրի մարդիկ People of country of Hati Եվրոպացիները նրանց անվանեցին հիթիտներ, ռուսները խեթեր, ռուսները հչունեն խ ասեցին աղավաղում են ուրիշների անունները եւ ազգային անունները միակ ճիշտ անունը տվել է գերմանացի լեզվաբան Պիտեր Յենսենը 1902 թվականին գրած իր գրքում Հաթեր եւ հայեր 1902 թիվ Սա այդ գրքի հայերեն թարգմանությունն է քիչ հետո երկու բառել դրա մասին խոսեմ Ուրեմն մեր թվականից առաջ 1700-ից սկսած հաթերի թագավորությունը իր գոյության ընթացքում ունեցել է մոտավորապես 28-ից 29 թագավորներ անցել է բոլոր դժվարությունների միջով ունեցել է բազմաթիվ պատերազմներ հարևան երկրների հետ ստեղծել է յուրահատուկ պետական կառույց ունեցել է առանձնակի աշտամունքային համակարգ, գիր գրականություն, դիվանագիտական հարաբերություններ եւ հասարակական բարեկամական հարաբերություններ եւ գրել են օրենսգիրք քաղաքացիական ասեմ, պետական ասեմ, մի օրենսգիրք է գրել մարդիկ օրենքների համակարգ Ուրեմն անգլիացի պատմաբան Trevor ներողություն Bryce-ը իր գրքում պնդում է, որ բացարձակ ոչ մի փաստ չկա հաստատելու Trevor Bryce Datates Ոչ մի փաստ չկա հաստատելու այն կարծիքը, թե հայերը եկել են որևէ այլ տարածքից նրանք բնիկ ժողովուրդ են հաթերը բնակվել են Մարասանտիա գետից հյուսիս
Ուրեմն ինչ եղավ, գիտեք, այնտեղ եթե այդ գետը նայեք քարտեզի վրա, այդ գետից այդ Մարասանտիա, որ հետո դարձավ Հալիս River, հիմա էլ դարձել է Կիզել Երմակ, այդ գետից արևելք ամբողջովին մեծ հայքն է։ Այդ գետից դեպի հյուսիս հավանաբար մրցություն չի եղել եւ ասպարտիկ որոշել են այդ տափակ տարածքը գյուղատնտեսական նպատակներով իրագործեն, յուրացնեն։ Դրա համար այդ մարդիկ տեղափոխվել են գետից հյուսիս։ Ուրեմն բյուզանդական շրջանում այդ գետը կոչվեց Հալիս, հետո էլ դարձավ Կիզել Երմակ, հաթերը առևտրական ճանապարհներ եւ հանգրվաններ էին կառուցել։ Այդ հանգրվանները գիտեք դժբախտաբար այդ բառը պիտի ասեմ թուրքերը ասում են քարվասարա այդ տեսակ հանգրվան ես անձամբ ինքս Կապադովկիայում միտեղ տեսա մի հրաշալի շինարարություն էր բայց դա արդեն 10-11-րդ դարի կառույց էր երբ որ մանի ինչեն ասում դրան անգլեն Silk Road շոլկի մետաքսի ճանապարհ կար արևմուտքից դեպի Չինաստան այդ մետաքսի ճանապարհի վրա կառուցված մի հանգրվան էր ուրեմն հաթերը առևտրական ճանապարհների հանգրվան են կառուցել միջերկական ծովից մինչև միջագետքի քաղաքները այն ժամանակ բարեկամներ վերջերս փորձում էի որևէ մարդաբանական նյութ գտնել հաթերի մասին պարզվեց որ մի շատ հետաքրքիր վիճակ է պարզվում 3 տարի առաջ Մաքս Փլանկի անունը կրող գիտեք այդ հայտնի ֆիզիկոս Մաքս Փլանկը կա չէ գերմանացի որ հայտնի Նոբելամրցանակ ստացավ ժամանակին 18-19 թվերին նրա անունով մի ինստիտուտ կա Լայպցիգում կոչվում է Institute for Evolutionary Anthropology այսինքն մարդաբանական զարգացումների ուսումնասիրությունների ինստիտուտ այդ ինստիտուտի հատուկ թիմը դոկտոր Յոհաննես Քրաուզեի գլխավորությամբ գերմանացի եւ թուրք Արշին Մաչիտի մասնակցությամբ պեղումներ էին կատարել հաթերի մայրաքաղաք Հաթուշայում ոչ ավելի ոչ պակաս նրանք պեղել էին 3500 տարի առաջ մահացած եւ թաղված 42 մարդկանց կմախքները նրանց մանրակրկիտ զնուններից հետո եկել էին այն վերջնական համոզման որ հաթերի DNA-ի ամենամոտն է հայերին հատկապես այն դամբարանները որտեղ արքայական ընտանիքներն էին թաղված եղել դրանցից որ հանել էին այդ արքայական ընտանիքի անդամները դրանց DNA-ի ստուգումները պարզվել որ նրանք ավելի շատ ավելի մոտ են հայերին ուրեմն այդ հետազոտությունների արդյունքում շատ հետաքրքիր եզրակացություններ տպագրվեցին, որոնցից մեկը ես ուզում եմ ձեզ համար հատուկ կարդալ։ Ասում է Armenoids are the closest relatives to the Hittites։ Այսինքն արմենոիդները այդ հիթիտ կոչեցած ժողովրդի ամենամոտ ազգակիցներն են։ Սա իմ կարծիքով վերջակետ է դնում նրանց ծագման հարցին վերաբերող բոլոր վեճերին։ Նրանք գիտնականները վերջում նաև ավելացրել էին, որ people who brought DNA to Anatolia were not from the steppes but from mountains of Armenia։ Այն մարդիկ, որոնք որ այդ DNA-ը բերել էին Անատոլիա, նրանք չէին եկել տափաստաններից բայց եկել էին Հայաստանի լեռներից from the mountains of Armenia այդ ինչպես նշեցի այդ հաստատությունը այդ գիտական ինստիտուտը Փլանկի անունով գտնվում է Լայպցիգում մեր թվակությունից առաջ 1650 թվականի շրջանում հաթերի թագավոր Հաթուսելիս առաջինը մեծացրեց եւ ամրացրեց իր մայրաքաղաքը նա նաեւ մեծ նվաճումներ կատարեց իր երկրից դեպի հարավ եւ արևելք Իր հաջորդ Մուրսիլի առաջին 1620-ից 1590 թվականներին մեր թվակությունից առաջ գրավեց այսօրվա Սիրիայի տարածքում գտնվող Հալաբ, որ Հալեբ է դարձել այսօր քաղաքը։ Տեղին է նշել, որ այդ տարիներին Հալեբից հարավ Եգիպտոսի հյուսիսային մասը գրավել եւ իրենց համար քաղաք էին կառուցել Միտարիից եկած հիկսոսները։ Նրանց մասին քիչ հետո նրանց քաղաքը կոչվում էր Ավարիս։ Հալեբը գրավելուց հետո Մուրսիլի առաջինը մեծ զորքով արշավեց դեպի Բաբելոն։ Գրավեց այն իշխանությունը հանձնեց հայազգի կասիտներ անունով մի ցեղախմբի եւ վերադարձավ Հաթուշա։ Նրա հաջորդներից
Թելիպինով առաջինը 1525 թվականին մեր թվականից առաջ իշխանության գալուց հետո վերացրեց իր բոլոր ակառակորդներին, գրել տվեց օրենքների համակարգ եւ իշխանության ժառանգական անցման կարգը։ Հավանաբար ուզում էր վերջ տալ պալատական կռիվներին։ Ըստ նոր օրենքի թագավորը պարտավոր էր իր բոլոր որոշումների համար պատասխան տալ ավակների խորհրդին, որը կոչվում էր Փանկուս։ Հետաքրքիր է, չէ՞։ Կարելի է համատել այսօրվա սենատների եւ ազգային ժողովների հետ։ Այդ օրենսգրքի մեջ գիտնականները հաշվել են մոտ 200 օրենքներ։ Տեղին է հիշել, որ Արատայում այն եղել է մեր թվականից առաջ 28-րդ, 27-րդ դարերում, այսինքն 1000 տարի առաջ։ Հայերը պատմության մեջ առաջինը ստեղծել են սահմանադրական միապետություն, այսպես կոչված constitutional monarchy, որ այսօր շատ երկրներում կա եւ Եվրոպայում ամենտեղ։ Նրանք մեզ թողել են առաջին գրավոր միջազգային խաղաղության պայմանագիրը կատեշից հետո եգիպտացիների հետ։ Նրանք առաջինը օգտագործել են երկգլխանի արծվի զինանշանը։ Նրանց օրենքները շատ տակիր էին եւ մարդկային։ Բերեմ մի քանի օրինակներ։ Տուն այրողը պարտավոր էր այն վերակառուցել։ Մարդասպանը պարտավոր էր փոխհատուցում տալ զոհի ընտանիքին։ Ծերացած ծնողը կարող էր իր զավակին զրկել ժառանգությունից, եթե այդ զավակը չէր խնամում իր ծերացած ծնողին։ Մահվան կարող էր դատապարտվել այն անձը, որը դավաճանել էր իր երկրին, կատարել էր բռնաբարություն կամ որևէ անմարդկային գազանաբարո արարք։ Իսկ ինչ գործերով էին նրանք զբաղվում։ Հաթերը հոգևորականներ են, բժիշկներ, դպիրներ, առևտրականներ, արհեստավորներ, որմնադիրներ։ Մեր թվականից առաջ 1400-ական թվականներին Հաթոշան արդեն ուներ 400 հեկտարից ավելի տարածք։ Քաղաքը պաշտպանված էր 3 կիլոմետրանոց պարիսպով, որը աչալուր շսկում էին զինված փորձառու պահակները։ Քաղաքն ուներ 7 դարպասներ։ Քաղաքում հայտնաբերված են 20-ից ավելի պաշտամունքային կառույցների հետքեր։ Մուտքերի մոտ պարիսպների վրա գտնվել են բազմաթիվ առյուծների, արծիվների, սֆինքսների քանդակներ, ինչպես նաև պաշտամունքային բրոնզաձույլ արձանիկներ։ Հիմա փորձեմ հակիրճ խոսել հաթերի հավատամքային կառույցի մասին։ Հաթուշայում առանձնակի տեղ էր զբաղեցնում հաթերի հիմնական աստվածներ Փոթորիկի եւ Ռազմի աստված Թեշուբի եւ նրա կին Արևի աստվածուհի Արիննայի տաճարը։ Հաթերի երկրի թագավորը համարվում էր երկրի քրմապետը, իսկ թագուհին գլխավոր քրմուհին։ Նրա կոչումն էր, այդ կինը կոչում ուներ, կոչվում էր Թավանաննա։ Հաթերի երկրի քրմապետական համակարգը եկել էր Արարատա երկրից, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք միևնույն ժողովուրդն էին։ Հաթերի թագավորները որևէ ուրիշ երկիր գրավելու դեպքում ժողովրդին թույլ էին տալիս պահպանել իրենց հավատալիքները, եւ նրանց համար աղոթատեղիներ էին կառուցում իրենց համապատասխան քաղաքներում եւ նույնիսկ Հաթուշայում մայրաքաղաքում։ Դրա համար 20-ից ավելի աղոթատեղիներ կային։ Թագավորը կրոնական տոներին այցելում էր բոլոր աստվածների տաճարները։ Այստեղ արժե նշել, որ այս խորենացու Տոր Քանգեղը պատկանում էր հաթերի պանթեոնին, պաշտամունքային պանթեոնին։ Նշեմ նաև, որ հաթերը ունեցել են նաև Շաուշկա անունով սիրո աստվածուհի։ Մայրաքաղաք Հաթուշայից ոչ հեռու ժայռի վրա քանդակված մի տեսարան կա, ուր թագավորն ու թագուհին երկրպագում են ցուլին։ Հիմա այդ նկարը։ Դա մեզ հուշում է, որ այդ ժամանակ արևը ծագում էր ցուլի համաստեղության մեջ։ Դա եղել է մեր թվականից առաջ 4300-ից 2150 թվականների միջև։ Մեզ մնում է ենթադրել, որ կամ քանդակը արվել է այդ թվականներին, կամ էլ ցուլի պաշտամունքը դեռևս պահպանվում էր հաթերի մոտ։ Ինչի այլոց հռոմեացիների մոտ պահպանվել է մի քանդակ, որի վրա Միթրա Միհրը, մեր արևի աստվածը, այսինքն մեր հերը, Միհրը մեր հերը, սպանում է ցուլին։ Այդ ժամանակ արևը արդեն ծագում էր Խոյի Արիզի համաստեղության մեջից 2150-ից մինչև 0։ 0-ից հետո սկսվում է ձկան համաստեղությունը։ Բարեկամներ, մեր այսօրվա զրույցի սկզբում ես նշեցի, որ հաթերի մասին գրավոր տեղեկությունները սկսում են մեր թվականից առաջ 17-րդ դարից։ Հիմա ես կբերեմ եւս մի պատմական փաստ, որը հաստատում է հաթերի ներկայությունը մեծ հայքի արևմուտքում մեր թվականից առաջ 3-րդ հազարամյակում։ Հաստատված պատմական փաստ է, որ աքադացի հայտնի առաջնորդ Նարամ Սինը
մեծ զորքով հարձակվել է հայկական միջագետքի վրա։ Անհաջողություն կրելով նա ուղղությունը փոխել է իր խոսքերով դեպի Արմանի երկիր։ Այստեղ արդեն հազարամյակներով ապրում էին ջրհեղեղից փրկված Թորգոմի Արմենոյի ժառանգները։ Ըստ Խոհենոցու հայոց լեռնաշխարհում վաղուց բազմացել եւ տիրում էին հայկազունի թագավորները։ Մի մեջբերում կա, որ միշտ միտս է գալիս Խոհենոցին գրել է հայկազունի թագավորների մասին խոսել է այսպեսի մեջբերում ունի, ասում է Երանի թե Աստված ինձ աշխարհ բերած լիներ հայկազունի թագավորների օրոք։ Ուրեմն ինչքան է սիրել դրանց։ Ուրեմն Թալանչի Նարամսինի դեմ են դուրս գալիս Արմանի Սուբարտո երկրի 17 թագավորներ։ Դա հավանաբար տեղի ունեցել մեր թվականությունից առաջ 2240 ական թվականներին, որտեղ այդ ժամանակ է տիրել Նարամսինը եւ մտել մեծ հայք։ Այսինքն փորձել մտնել մեծ հայք։ Այդ 17 թագավորներից ոմանց անունները մեզ են ասել։ Շուտարնա Արքամիտանիի, Արիմենա Արքա Ուրարտուի, այսինքն Արարատի։ Ուրարտու այդ ժամանակ այդ մեր իմացած Ուրարտու չկար։ Արարատ նկատի ունեն ասորիները, որ ասում են Ուրարտու նկատի ունեն Արարատ։ Ուրեմն Ուրզանա Արքա Մուսասիրի, Մուսասիրն էլ այն տարածքն է, որի վրա տաճար էր կառուցված եղել, որ Սարգոն II 714 թվականին քանդեց։ Հուկաննան Արքա Հայասայի, Դատաննա Արքա Խուպաշկիայի, Թիլուսինա Արքա Անդիայի եւ մեզ համար շատ կարեւոր, այս դյութին համար կարեւոր, Հաթերի Արքա Փամբա անունով թագավորը։ Սա եւս մեկ անգամ անուղղակիորեն փաստում է, որ Հաթերը մեծ հայքում ապրած հայկազունի ցեղերից մեկն են եղել եւ Կուսարա քաղաքն էլ եղել է իրենց տոհմական կենտրոնը։ Սելա հայնակիցներն Նարամսինի դեմ կրված թագավորների ցուցակում առաջին տեղը նշված է Միտանի թագավորի անունը։ Այդ երկրամասը տեղավորված էր հայկական լեռնաշխարհի կենտրոնական եւ հարավային մասերում, Եփրատ գետից մինչեւ Վանալիչ, Բյուրակնի լեռներ դեպի հայկական միջագետք։ Որպես տարածքային միավոր այն ձևավորվել է մեր թվականությունից առաջ մոտավորապես 4-րդ հազարամյակի սկզբում։ Նրա կարևոր քաղաքներն էին Ուրքեշը, Խարբան եւ Նագարը։ Ուրքեշը երկար ժամանակ քաղաքական եւ կրոնական կենտրոններ եւ ճանապարհային հանգույց միջագետքից դեպի միջերկրական ծով։ Հետագայում Վաշուկանի անունով քաղաքը դարձավ նրանց մայրաքաղաք։ Միտանի երկրի բնակիչները կոչվում էին հուրիներ։ Այդ բառը ծագում է հայերեն հուր կրակ բառից։ Գերմանացի պատմաբան, լեզվաբան եւ ասորագետ Գերնոտ Վիլհելմը հուրիների մասին գրքում շեշտում է, որ աստվածային պաշտամունքային համակարգը միջագետքից հուրիների միջոցով անցավ հաթերին, իսկ նրանցից հելեններին, այսինքն ապագա հույներին։ Այսինքն գերմանացի Գերնոտ Վիլհելմը այս գիրքը որ գրել է հուրիների մասին անվանել է The Hurrians, սա դժբախտաբար ֆոտոպաճենն է այդ գրքի էջի, գիրքը չկարողացա ոչ մի կերպ գտնել, միայն մեկ օրինակ գտա իմ լավ ընկերոջ մոտ, նրանից ես ֆոտոպաճեն արեցի ամբողջ գիրքը The Hurrians։ Ուրիշ գիրք հուրիների մասին չկա, չեն տպում։ Էլ շնորհակալ լինենք այս Գերնոտ Վիլհելմի, որ այդքան բանել տպել է հուրիների մասին։ Ուրեմն նրանից որոշ բաներ քաղեցի։ Ուրեմն այդ համակարգի, կրոնական համակարգի անցումը մեծ հայքից դեպի հուրիների երկիր, հուրիներից դեպի հաթերի երկիր, այնտեղից էլ դեպի հելենների երկիր, ասում է նաև եւ ապացուցում է ամերիկացի չեմ կարող ասել ազգությամբ ինչ ազգի է պատկանում, բայց ազգանունը բուլղարական է, Մերի Բաչվարովա անունով մի պրոֆեսոր, Օրեգոնի համալսարանի պրոֆեսոր է այս կինը, մի քանի լեկցիաներ նայած լսել եմ, գիրքը կոչվում է From Hittite to Homer, հիթիտներից դեպի Հոմերոս, շատ հաստատավոր գիրք է գրել այդ կինը, եւ շատ մանրամասն պատմում է, որ ամբողջ գիտելիքը, մշակույթը, աստվածային համակարգը, այդ աստվածների անունները, բոլորը հաթերի երկրից անցել է հելենների երկիր եւ ֆռացրել, հարմարացրել են մսի մեքենայի միջով անցկացրել, համարացրել են հելեններին, հետո էլվիներին։ Դա շատ երկար պատմություն է։ Ուրեմն հուրիների գլխավոր աստվածը Թեշուբն էր, իսկ նրա կնոջ անունն էր Հեպա։
Այս անունը հետո կտեսնենք նրանց արքայադուստրերի մոտ։ Հուրիների մոտ պահպանվել է մի առասպել երգ երկնքի թագավորների մասին, որի մեջ նկարագրվում է երկնային տիրակալների հերթականությունը։ Իր սկզբանը երկնքի տիրակալն էր Ալալու անունով թագավորը։ Նրան հաղթեց Անու անունով տիրակալը, որ կա շումերների մոտ։ Հետո նրան հաղթեց Կումարբի անունով մեկը, սա արդեն շումերների Էնլիլն է։ Հուրիների մոտ շատ մեծ տեղ են տվել ազգային մշակույթին, դժբախտաբար շատ քիչ են գրել, չնայած որ նրանց բարբառը շատ հին էր, այդ մասին քիչ հետո։ Միտանիում հզոր զարգացում ստացան արհեստների եւ ռազմական գործը։ Նրանք երկաթ օգտագործեցին նոր զենքեր, հզոր զենքեր պատրաստելու համար, ստեղծեցին ռազմական երկանիվներ, 2-3 նետաձիգներով ռազմական երկանիվներ, այսպես կոչված, 3 նետաձիգներով եւ ռազմական հագուստ, պողպատե սուրեր։ Հատոշայի գրադարանում գտնվել է 1000 տող երկարությամբ ուսումնական ձեռնարկ, թե ինչպես նորածին ձիերին պահել, մեծացնել եւ վարժեցնել լեռներում եւ դժվարին պայմաններում պատերազմի համար։ Ձեռնարկի հեղինակի անունն էլ գրված է այդ գրքույկ, ասեմ, ուսումնական ձեռնարկի վերջում։ Այդ մարդու անունը եղել է Կիկուլի, ահա քեզ անուն։ Այս մարդը ապրել եւ ձիեր է բուծել Միտանիում, բայց ձեռնարկը գտնվել է Հաթոշայի գրադարանում։ Մեր թվակությունից առաջ 3-րդ դարում ապրած եգիպտացի պատմիչ Մանեթոն գրել է, որ Եգիպտոսից հյուսիս-արևելք գտնվող հուրիների երկրից մի մեծ զորախումբ արշավեց դեպի հարավ-արևմուտք, ճանապարհին նրանք Քանաան կոչվող երկրամասում հիմնեցին մի բնակավայր, որը հետագայում կոչվեց Երուսաղեմ։ Նրանք 1720 թվականի շուրջ մտան Եգիպտոս եւ մնացին այնտեղ մինչեւ 1560 թվականը։ Նրանք հիմնեցին մի քաղաք Ավարիս անունով։ 20-րդ դարում գիտնականները նրանց կոչեցին հիկսոսներ։ Հայտնի անգլիացի գրող Գրնին գրքերն անգլերենով Hittites, հետո թարգմանել ռուսերեն Խետի։ Այս Գրնին իր գրքում ասում է, որ հիկսոսները հայեր էին եւ իրենց անունի այդ SOS վերջածանցը հունական ածանց է, որ նշանակում է հայկյաններ։ Հիկսոսները Եգիպտոս բերեցին այս ժամանակվա մետաղագործության մեջ իրենց վերջին նվաճումները, պողպատեսրերը, վահաններ, երկանիվ, մարտակարգեր։ Մեր թվակությունից առաջ 1560 թվականի շուրջ եգիպտացիները հաղթում են հիկսոսներին, սրանք նահանջում են դեպի Երուսաղեմ, բայց այնտեղ չեն մնում եւ հեռանում են դեպի Հուրի Միտանի։ Հայտնի փաստ է, որ 1088 թվականին, երբ որ արաբների առաջնորդ Սալահեդդինը հաղթեց, խաչակիրներին դուրս ֆռնդեց երկրից, մի հատուկ հրովարտակով Երուսաղեմ քաղաքը հայտարարեց, որ այն պատկանում է հայերին։ Այդ հրովարտակի օրինակը կա։ Մեր թվակությունից առաջ 1400 թվականին Եգիպտոսում փարավոն դարձավ Թութմոս IV-ը։ Սա հուրիների երկրից իրեն կին բերեց արքայադուստր Մութեմային։ Ուրեմն այդ ժամանակ եգիպտական իշխան թագավորները, փարավոնները եւ մեր մեծ հայքի հայկազունի թագավորների, որ կոչվում էր Հուրի Միտանի երկիր, այդտեղի թագավորները իրար հետ շատ լավ բարեկամական հարաբերությունների մեջ են եղել։ Ուրեմն այս մեր Թութմոս IV-ը իրեն կին է բերում վանից Հուրի Միտանի երկրից, հավատացել է, որ հայերը հուրի են, սրանց որդին Թութմոսի մահից հետո, այս Թութմոս IV-ի մահից հետո, սրանց որդին Ամենհոթեփ III թագավորը, փարավոնը, որը թագավորել է 1390-ից 1352 թվականներին, իր հերթին հուրիների արքայական տոհմից իր համար կին է բերում Թուշրատա թագավորի, ուշադրություն դարձրեք, հուրիների թագավորը Թուշրատան է, այս Թուշրատայի քրոջը բերում է իրեն կին, այն առաջինը կնոջն էր բերել, այս երկրորդը Ամենհոթեփ III-ը Թուշրատայի աղջկան է բերում իրեն կին, Թադու Հեպա անունով։ Սրանց որդին դարձավ Ամենհոթեփ IV։ Հիմա հետաքրքիր մասը որտեղ է։ Ամենհոթեփ III-ի մահից հետո շատ քիչ մահից առաջ նա Միտանից մի նոր գեղեցկուհի է բերում, ասում են, որ իբր թե
իր համար է բերել այդ նոր գեղեցկուին, բայց նա ինքը տարիքով շատ մեծ էր եւ նա իրեն նորքին բերելու կարիքը չուներ։ Նա հավանաբար բերել է իր տղայի համար։ Ես եմ սա ենթադրում, որովհետեւ այս գիլու հեպային որ բերում է որպես հարսնացու, ինքը ամիջապես շատ կարճ ժամանակ հետո մահանում է եւ իր տղան է ամուսնանում այս գիլու հեպայի հետ։ Եվ այս տղան դարձավ ամենօտեպ 4-րդ փարավոն, ամուսնացավ այդ գեղեցկու հետ եւ այդ աղջկա անունը պատմության մեջ մնաց որպես Նիֆերտիտի։ Ըստ էության ամենօտեպ 4-րդի, այս որի մասին խոսում էի, թե տատը, թե մայրը, թե կինը մի տանի թագավորության արքայադուստրեր էին։ Նրանք իրենց հետ բերել էին դարերի խորքից եկող արիական մշակույթի լավագույն ավանդույթները, գիր գրականություն, երաժշտություն եւ մեկ Աստծո արևի պաշտամունքի համակարգը։ Ամենօտեպ 4 թագավորը նույնիսկ իր անունը փոխեց, Էքնաթոն դարձավ, փոխեց իր անունը, Էքնաթեն, եւ կառուցեց մի նոր տաճար Ամառնա տեղանքի մոտ այսօրվա եւ սկսեցին պաշտել արևին որպես միակ Աստված։ 1857 թվականին նագետները Պեղունի ընթացքում հայտնաբերեցին քաղաքի գրադարանը եւ դրա շնորհիվ հաջողվեց պարզել Եգիպտոսի եւ նրա հարևան երկրների պատմությունը մեր թվակությունից առաջ 14-րդ դարում։ Ամենօտեպ 4-ի մահից հետո փարավոն դարձավ Թութանհամոնը։ Այստեղ երկու կարծիք կա։ Ոմանք կարծում են, թե նա ամենօտեպի որդին էր, ուրիշները կարծում են, թե փարավոնը եւ Նիֆերտիտին առ զավակ չունեին եւ փարավոնը դարձավ նրանց փեսանից մեկը, սակայն այս տեսակետին դժվար է հավատալ, որովհետեւ Թութանհամոնը փարավոն օծվեց 8 տարեկան հասակում։ Հավանաբար նա եղել է փարավոնի միակ արու զավակը։ Ամեն դեպքում նա մահացել է 18 տարեկան հասակում մեր թվակությունից առաջ 1323 թվականին։ Հետաքրքիր մասը գալիս է հիմա։ Նրա մահից հետո մի շատ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Թութանհամոնի կինը 16 տարեկան էր, դե ինքը 18 էր, կինն է 16 էր։ Փարավոնի մահից հետո նա ընդամենը 2 ամիս ժամանակ ուներ իրեն նոր ամուսին գտնելու։ Նա էլ սուրհանդակ է ուղարկել հյուսիսային հարևան Հաթերի երկրի թագավոր Սուպիլուլիումա առաջինի մոտ, որը մեծ հաջողություններ էր վայելում այդ ժամանակ այդ տարածաշրջանում, որ նա իր 6 տղաներից մեկին ուղարկի Եգիպտոս իրեն ամուսին։ Թագավորը նախ ստուգում է Եգիպտոսի թագուհու խնդրանքի իսկությունը, հետո էլ իր տղաներից մեկին ուղարկում է Եգիպտոս։ Սակայն Եգիպտոս չասած նա սպանվում է եւ փարավոնը դառնում Այ անունով մի զինվորական, որն էլ մահանում է ընդամենը 4 տարի անց։ Նրա մահից հետո հաջորդ փարավոն Հորեմհեբը քանդել է տալիս Ամառնա քաղաքը եւ երկիրը վերադառնում իր եգիպտական բազմաստվածությանը։ Ենթադրություններ կա, որ այս այն էլ կազմակերպել է այդ Հաթերի թագավորի տղայի սպանությունը։ Ուրեմն մոտ 75 տարի անց Հաթերի երկրում իշխում էր Հաթուշիլի 3-րդ, իսկ Եգիպտոսում Ռամզես 3-րդ թագավորները։ Ուշադրություն դարձրեք նրա անունին Հաթուշիլի, նրա անունը Խաթուշիլի չի կամ Հիթութիշիլի չի, Հաթուշիլի, այսինքն իր անունի մեջ դաջված է նրա երկրի իր հողի անունը։ Նրա այս Հաթերի թագավորն ու Ռամզեսը իրար դեմ մեծ ճակատամարտ տվեցին մեր թվակությունից առաջ 1275 թվականին Կադեշ քաղաքի մոտ։ Այս պատերազմ կողմից ոչ մեկը չի հաղթել եւ մի քանի տարի անց 1259 թվականին երկու կողմերը ստորագրել են խաղաղության պայմանագիր Հաթուշայի օրինակը, Հաթերի օրինակը գրվել է հուրիերեն, հետաքրքիր է, չէ՞։ Ոչ թե իրենց հաթերեն տարբերակով են գրել, այլ հուրիերեն։ Քիչ հետո տարբերության մասին երկու բառ կասեմ։ Եվ պահվել է քաղաքի գրապահոցում։ Չեմ կարող ասեմ գրադարան, ուղղակի պայստեպես տեղ է եղել։ Իսկ Եգիպտոսում այն քանդակվել է Աբու Սիմբել տաճարի պատին։ Ի նշան խաղաղության եւ բարեկամության ըստ ավանդույթի Հաթերի թագավոր Հաթոշիլիս 3-րդը իր աղջկան ուղարկեց Ռամզես 3-ին կնության։ Ինչպես նկատեցիք, սա արդեն 4-րդ հաթհուրիական ցակումով հարսնացուն էր գնում Եգիպտոս։ 1907 թվականին գերմանացի հնագետ Վինկլերը Բյուղաս քյոյում պեղումների ժամանակ գտել էր հենց այս արձանագրության կտորները։ Այս սեպագիստալիկը այսօր պահվում է Անկարայի պատմության թանգարանում։
Բարեկամներ, հայկական լեռնաշխարհում մեծ ջրհեղեղից հետո փրկված եւ բազմացած ժողովուրդների կապերը բազմապիսի են։ Ես խոսեցի նրանց քաղաքական, կրոնական եւ այլ ընդհանրությունների մասին, բայց նրանց միացնող ամենահզոր կապը լեզուն է։ Տասնամյակներով լեզվաբանները փորձում էին վերծանել շումերական, աքադական, ասորական, ուրարտա արարատյան սեպագիր տեքստերը։ Ի վերջո պարզվեց, որ մեր թվակությունից առաջ մոտավորապես 4000 տարի առաջ մարդկային մի մեծ խումբ Արարատա երկրից շարժվեց դեպի Միջագետք եւ իր հետ տարավ իրենց լեզուն եւ մշակույթը։ Հետագայում նրանց գրային համակարգ անցավ դեպի Հուրիմիտանի, հետո էլ դեպի Հաթերի երկիրը։ Հատուշայի պեղումների ժամանակ հնագետները այնտեղ գտան 5000-ից ավել կավե սալիկներ եւ 20000-ից ավել բեկորներ։ Պարզվեց, որ այնտեղ կային 7 տարբեր լեզուներով գրված տեքստեր։ Հաթուշան եղել է միջազգային առևտրի կենտրոն։ Մնում է ենթադրել, որ սրանց գրագիրները բոլորը լեզվաբաններ, պոլիգլոտներ են եղել։ Բայց գաղտնիքը մի ուրիշ տեղ է։ Այս բոլոր 7 լեզուները իմ խորին համոզմամբ հնագույն հայոց լեզվի տարբեր բարբառներն էին։ Այս սալիկների վերծանումը թույլ տվեց ամբողջական գաղափար կազմել հաթերի մասին։ Ի տարբերություն իրենց հարևան հուրիների, որոնք շատ ավելի ժամանակ էին հատկացրել արվեստի, մշակույթին, կրոնին եւ անհամեմատ ավելի քիչ գրավոր տեքստեր են թողել, հաթերը ամեն ինչ գրի են առել կավե սալիկների վրա, թե իրենց, թե հուրիների, թե հայասային մասին։ Խոսելով լեզուների մասին հիշեցնեմ, որ տարիներ առաջ մեր հայրենակից տաղանդավոր լեզվաբան Վարուժ Ներսիսյանը մի լուրջ աշխատություն գրեց, հրապարակեց խեթերեն թե հայերեն վերնագրով։ Այն կոչվում է խեթերեն թե հին հայերեն։ Եվ պարզեց, որ այդ խեթերենը հնագույն բարբառներից մեկն է։ Իսկ վերջերս նա ավարտեց իր վերջին հուրիերեն թե հին հայերեն վերնագրով գիրքը, որտեղ նա հաստատում է, որ հուրիերեն կոչվող լեզուն հայերենի ավելի հին տարբերակն է, քան խեթերեն հաթերենը։ Եվ ինչպես նշեցի, այս բոլորը իմ կարծիքով մեր հնագույն մայր լեզվի բարբառներն ու ժառանգներն են։ Հարգելի բարեկամներ, մոտենալով մեր այսօրվա նյութի ավարտը, ես կուզենայի անպայման խոսել այն մասին, թե ինչ ավարտ ունեցավ հաթերի ներողություն, ինչ ավարտ ունեցավ իր ժամանակի համար հզորագույն հաթերի թագավորությունը։ Այսօր աշխարհի բոլոր գիտնականների կողմից ընդունված է, որ բրոնզե դարը մերձավոր արևելքում իր ավարտին հասավ մեր թվակությունից առաջ մոտ 1200 թվականի շուրջ։ Ինչ պատահեց։ Պատճառները մի քանիսն են, բայց նշեմ միայն կարևորները։ Միջերկրական ծովի ավազանի շուրջ երկրներում տեղի ունեցել ավելի երկրաշարժեր։ Անբեկանելի փաստ է։ Եղանակի փոփոխության պատճառով այդ երկրներում երկար տարիներ տիրել է երաշտ, որը ապացուցվել է։ Խանգարվել են բոլոր առևտրական կապերը Միջագետքի եւ Միջերկրական ծովի շուրջ երկրների միջև։ Եվ վերջապես այս ամենի արդյունքում ծովի շրջապատում ապրող ժողովուրդները իրենց ընտանիքները, կենդանիները բարձելով նավերի վրա լավ զինված մեր թվակությունից առաջ 2007 թվականին հարձակվել են Եգիպտոսի վրա։ Ըստ փարավոն Ռամզես III-ի թողած արձանագրությունների եգիպտացիները հաղթել են այս ժողովուրդներին, հիշատակելով նրանց անունները որպես Շերդեն, Շեկելեշ, Էկվեշ, Լուկա, Թերեշ եւ այլն։ Սրանք պատմության մնացին որպես ծովի ժողովուրդներ անունով։ Այս ցեղերը պարտվեցին եւ հեռացան Փոքր Ասիայի արևմտյան ափերով դեպի հյուսիս, որի հյուսիսարևմտյան անկյունում Վիլուսա կոչվող շրջանում կար բոլորին հայտնի հունական Իլիոն քաղաքը, հետո դարձավ Տրոյա։ Պատմաբանները պնդում են, որ մեր թվակությունից առաջ 1190 թվականների շուրջ այս ծովի ժողովուրդները հարձակվել են Տրոյա քաղաքի վրա, գրավել են, ավիրել են այն։ Այդ ժամանակ տրոյացիներին օգնության էր գնացել հաթերի երկրից մի զորախումբ, որի առաջնորդ Զարմայրը ըստ խորենացու զոհվել է, օգնել է հաթերին եւ զոհվել է տրոյացիներին, ներողություն։ Տրոյացիները պնդում են, որ դա Տրոյա 7A 7A քաղաքն է եղել։ Մի քանի խոսք երաշտի մասին։ Այն, որ այդ ժամանակ խիստ երաշտ է եղել, այլևս կասկած չկա։ Ես ուղղակի ուզում եմ մեկ օրինակ բերել։ Վերջերս անգլիատար EOS գիտական լրատվականի մեջ
Ումբերտո Բասիլիո անունով մի լրագրող հրապարակել էր ամերիկյան Կորնել համալսարանի հնագետների խմբի աշխատանքների արդյունքը Հաթուշայի մոտ գտնվող Գորդիոն տեղանքի դամբարանի մեջ եւ շրջապատում եղած 18 հնագույն ծառերի օղակների հետազոտությանը, որոնք թվագրվում էին մեր թվագությունից առաջ 1175-1150 թվականներով։ Աշխատանքները ղեկավարել էր հնագետ Սյուարտ Մանինգը։ Արդյունքը շատ հստակ էր եղել։ Երկարատև երաշտ ունեցել էր ծառ հետևանքներ։ Հաթերի երկրում տիրող ծանր տնտեսական վիճակին հետևեց ծովի ժողովուրդների հարձակումը Հաթուշայի վրա։ Նրանք թալարեցին եւ այրեցին քաղաքը։ Հաթերը հեռացան դեպի արևելք, դեպի Մեծ Հայք, որտեղից նրանց նախնիները հեռացել էին մոտավորապես 1000-ից 1200 տարի առաջ։ Նրանք զուլվեցին Հայկազունի արքաների Արմենի կոչվող երկրի ժողովուրդների մեջ։ Բարեկամներ, հազարավոր տարիներ հայկական աշխարհում ապրած, Աստծո ձեռքերով կործանումից փրկված, նոր կյանքի իրավունք ստացած, տիեզերական մակարդակի գիտելիքներ ժառանգած ազգը ապրեց եւ հարատևեց իրեն հատկացված երկրում։ Շեշտում եմ, իրեն հատկացված երկրում։ Իսկ ազգն էլ տվեց զավակներ, որոնք պայքարեցին այդ հողի համար։ Վերջում սիրելիներս թույլ տվեք կարդամ Գերմանիայի եւ Ավստրիայի ակադեմիաների անդամ լեզվաբան Պիտեր Յենսենի գրքի վերջաբանը մեր հայրենակից Վահագն Խաչատրյանի թարգմանությամբ։ Դուք տեսաք Պիտեր Յենսենի գիրքը ձեզ ցույց տվեցի։ Սա էր, որը թարգմանված է հայերեն Վահագն Խաչատրյանի կողմից, Հերթեր եւ հայեր։ 1903 թվականին է տպագրվել։ Հիմա նա գրել է գրքի վերջում. Մինչև այժմ գտած արձանագրական բնագրերից դատելով լիահույս ենք, որ շատ հեռու չէ այն օրը, որ հայերի հազարամյա անցյալը այնպես մանրակրկիտ հանգամանալից ու բարեխղճորեն կլուսաբանվի, ինչպես ասորիների, բաբելոնցիների եւ եգիպտացիների անցած դարերի մութ ու խառնաշփոթ պատմությունը։ Չնայած 19-րդ դարը անդրադարձել է այդ ազգերի մշակույթներին, հնարավորինս հետազոտելով եւ մեկնաբանելով նրանց անլուծելի առեղծվածները, 20-րդ դարում կարելի է սպասել դեռ ավելիին, երբ ավելի մեծ ծավալով ուսումնասիրվի եւ ըստ արժանավույն կգնահատվի հավերժությունից եկող եւ դեպ հավերժություն ընթացող հնդգերմանական հայերի վաղնջական հարուստ պատմությունը։ Բարեկամներ, այս զրույցը ձեզ հետ սկսեցի Բուդդայի խոսքերով, թույլ տվեք ավարտել նույն խոսքերով։ 3 բան կա, որոնք հնարավոր չէ երկար թաքցնել. արևը, լուսինը եւ ճշմարտությունը։ Այո, սիրելիներ, ճշմարտությունը հաղթարշավի մեջ է։ Բարի ճանապարհ։